Երրորդ օրն է Իսրայելը, ԱՄՆ-ն ու Իրանը շարունակում են պատերազմը միմյանց դեմ, որն աստիճանաբար վերածվում է տարածաշրջանային հակամարտության։ Իրանը պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին եւ Մերձավոր Արևելքում ամերիկյան բազաներին, իսրայելական զինուժն էլ հարվածել է Իրանի աջակցությունն ստացող լիբանանյան Հեզբոլլայի դիրքերին, որն Իրանի գերագույն առաջնորդի սպանության վրեժը լուծելու համար մինչ այդ հարվածել էր Իսրայելին։ Իսրայելը հայտնել է, որ Իրանն այսօր կրկին հրթիռներ է արձակել իր ուղղությամբ, վնասների կամ տուժածների մասին դեռ ստույգ տվյալներ չկան։ Երեկ հաղորդվեց, որ Իրանի հարվածներից իսրայելական Բեյթ Շեմեշ քաղաքում 8 մարդ էր սպանվել, վիրավորվել 18-ը։ Քուվեյթի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ առավոտյան ամերիկյան մի քանի ինքնաթիռ է կործանվել, անձնակազմին հաջողվել է անվնաս փրկվել։ Միջադեպի հանգամանքները դեռ հայտնի չեն։ Քուվեյթում ԱՄՆ դեսպանատան մոտ ծուխ է նկատվել։ Պայթյուններ են լսվել Կատարի մայրաքաղաք Դոհայում, Բահրեյնում, Դուբայում։ Իրանական անօդաչուի հարվածից Կիպրոսում վնասվել է բրիտանական բազայի թռիչ քուղին, ըստ Ռոյտերզի Իրաքի հյուսիսային Քրդստանի Էրբիլ օդանավակայանի մոտ 3 անօդաչու է խոցվել։ Իսրայելն այսօր վաղ առավոտյան պատասխան հարված է հասցրել Լիբանանում գործող եւ արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված Հեզբոլլայի օբյեկտներին, այն բանից հետո, երբ խմբավորումը ստանձնեց Իսրայելի հյուսիսում իրականացված հարձակման պատասխանատվությունը։ Իսրայելական հարվածներից ըստ լիբանանյան կողմի 31 մարդ է սպանվել, վիրավորվել 149։ Հարվածելուց առաջ Իսրայելն ավելի քան 50 բնակավայրի բնակիչներին տարհանվելու զգուշացում էր տվել։ Իսրայելի բանակի խոսնակն ասել է, որ հարվածում են Հեզբոլլայի օբյեկտներին ողջ Լիբանանի տարածքում, հարձակումը կտևի մի քանի օր, իսկ հարվածներն էլ ավելի կսաստկանան։ Հեզբոլլան 3 գիշեր կրակ բացեց, այն շատ լավ գիտեր, թե ինչ է անում։ Մենք զգուշացրել էինք, որ դրա համար բարձր գին կվճարի։ Մենք պատրաստ ենք բոլոր տարբերակներին, թե պաշտպանության, թե հարձակման։ Բոլոր տարբերակները սեղանին են։ Իսրայելի պաշտպանության նախարարն ասել է, որ թիրախավորելու են շարժման առաջնորդ Նաիմ Քասեմին։ Ավելի ուշ բանակը հայտնել է, որ Հեզբոլլայի բարձրաստիճան պաշտոնյայի է սպանել առանց մանրամասներ ներկայացնելու։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Իրանի դեմ ռազմական գործողությունները կշարունակվեն ողջ ուժով եւ կարող են տևել 4 շաբաթ։ Ըստ Դոնալդ Թրամփի դրանք կշարունակվեն այնքան, քանի դեռ իրենց բոլոր նպատակներին չեն հասել։ Մենք հարվածել ենք հարյուրավոր թիրախների Իրանում, այդ թվում Հեղափոխության պահապանների կորպուսի օբյեկտներին, իրանական հակաօդային պաշտպանության համակարգերին։ Այս պահին մարտական գործողությունները շարունակվում են ողջ ուժով եւ կշարունակվեն մինչեւ մեր բոլոր նպատակներին հասնենք։ Իրանի անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն արձագանքել է Թրամփի երեկվա հայտարարությանը, թե Իրանի նոր ղեկավարությունը ցանկանում է բանակցել։ Ալի Լարիջանին ասել է, որ Թեհրանը չի բանակցի Վաշինգտոնի հետ։ Իրանի զինված ուժերը չեն սկսել ներխուժումը, ասել է նա։ Իրանի արտգործնախարարն իր հերթին հայտարարել է, որ Իրանն է որոշելու, թե ինչպես եւ երբ կավարտվի այս պատերազմը։ Մեր մայրաքաղաքում տեղի ունեցած պայթյունները ոչ մի կերպ չեն ազդել պատերազմ վարելու մեր կարողության վրա, սոցցանցում գրել է Աբաս Արաղչին։ Երեկ էլ նա ասել էր, որ Իրանը միշտ բաց է եղել դիվանագիտության համար, սակայն իրավունք ունի ինքնապաշտպանվել։ Իրանցի պաշտոնյան Իսրայելին եւ Միացյալ Նահանգներին նաեւ զգուշացրել էր, այս պատերազմում հաղթողներ չեն լինի։ Այս պատերազմում հաղթանակ չկա։ Նրանք չեն կարողացել հասնել իրենց նպատակներին եւ չեն կարող հասնել իրենց նպատակներին առաջիկա օրերին, քանի դեռ նրանք շարունակում են, նրանք ոչնչի չեն կարող հասնել։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը երեկ առաջին անգամ հայտարարեց, որ Իրանի դեմ իրականացվող գործողությունների ժամանակ զոհվել է 3 ամերիկացի զինծառայող, եւս 5-ը ծանր վիրավորվել են։ Կան նաեւ թեթև վնասվածք ունեցողներ։ Իրանական կողմի զոհերի թիվը ըստ Կարմիր մահիկի անցել է 550-ը, հարձակման է ենթարկվել երկրի 131 շրջան։ Պատերազմի հետևանքով Պարսից ծոցի երկրներով անցնող մոտ 3400 թռիչք է չեղարկվել։ Հորմուզի նեղուցով մատակարարումների ընդհատման պատճառով նավթի գները կտրուկ բարձրացել են։ Բրենտ տեսակը թանկացել է առնվազն 13%-ով, հասնելով $82 1 բարելի դիմաց։ Սաուդյան Արաբիայի պետական նավթային հսկա Արամկոն անօդաչուի հարվածից հետո ժամանակավորապես փակել է իր նավթավերամշակման գործարաններից մեկը։